Գործականները սկզբում մի փոքր կընդվզեն Խոսքը միայն հեռախոսների մասին չի, պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է, խիստ սահմանափակումներ, բացառապես կրթական նպատակներով եւ ուսուցչի հրահանգով եւ վերահսկողությամբ։ Բարձր դասարաններում փորձում են ինչ-որ ձևով դա կանոնակարգել, ցածր դասարաններում կա խիստ սահմանափակում կամ ընդհանրապես արգելք, հիմա Բավարիայում նույնիսկ որոշում են, որ պիտի լինի, կարծեմ 25-26 թվականից, այսինքն այս տարվա վերջից մյուս տարվանից սկսած, պիտի ընդհանրապես լինի արգելք տարածադպրոցներում որևէ տեսակի հեռախոսների։ Եթե երեխաներ կան, որոնք փորձում են օգտվել կամ ասենք ինչ-որ դասամիջոցների թեկուզ, իրանք պատժվում են, այսինքն ծնողը անմիջապես տեղեկացվում է, որ ձեր տղայի հեռախոսը վերցրել ենք, եկեք դասից հետո դպրոց վեկալելու համար։ Տղաս երրորդ դասարան է, բարբերաբար դպրոցի application-ով տնօրենի կողմից հիշեցում է գալիս, որ աշակերտները իրենց հետ դպրոց չպետք է բերեն հեռախոսներ, տարբեր տեսակի smart device-ներ, այդ թվում անգամ smart watch-եր, որովհետև բացի անվտանգությունից դա նաև համարվում է շեղող հանգամանք դասերից։ Պիտի անպայման դիմում գրենք դպրոցին եւ պարզաբանենք ինչու է երեխային հարկավոր հեռախոս դպրոցում։ Բայց ասեմ, որ պիտի երեխան դպրոցում լինելու ընթացքում բացարձակ հեռախոսին ձեռք չտա, այսինքն հեռախոսը չհանի պայուսակից, չնայի, չմիացնի եւ այլն, եւ հեռախոսի ձայնը պիտի լինի անջատված։ Տղաս այստեղ ավագ դպրոցում է սովորում, չնայած նրան, որ մինչև հիմա նա միայն կարող էր օգտվել իր լանչի ժամին հեռախոսից դպրոցում, հիմա արդեն նա առհասարակ չի կարող օգտագործել հեռախոսը։ Իսկ աղջիկս երրորդ դասարանում է սովորում, չնայած նրան, որ նա չունի հեռախոս, ունի ժամացույց, ժամացույցի օգտագործումը ևս արգելվելու է ամսի 1-ից։ Դասի ժամանակ հեռախոս էլի չի օգտագործվում։ Եթե կա դասի համար ինչ-որ մի այնպիսի նյութ, որը որ կարիք կա օգտագործելու, ինչ-որ պլաշետ, արվում է պլաշետներով, բայց այդ պլաշետները բաժանվում են երեխաների, այսինքն դա դպրոցի գույքն է, անձնական պլաշետ դպրոցի չի տարվում։ Կրթության նախարարությունը սահմանում է, որ դպրոցում պետք է օգտագործվեն տարբեր սարքեր, այդ թվում բջջային հեռախոսներ ուսումնական նպատակներով։